Ցածանցացեք բարդ Տեր Հիսուս Քրիստոսը, Իղբալիր կուրիզի շատ ջերկաչի մուզիկան չորդուրական, խոսքեր դասել կար չորդուրական։ Սա գրված է Լուկաս ավետարան, 13 գլուխ 22 խոսքից, Լուկաս 13 գլուխ 22 խոսքից, կարդում եմ ինձ համար և բոլորիս համար։ Եվ քաղաքներ ու գեղերը պտտելով և սովորացներ, Տեր Հիսուսը քաղաքները գեղերը պտտելով և սովորացնում էր, այսինքն ավետարանը քարոզում էր, և դեպի Երուսաղեմ ճամփա կեներ, և մեկը այդ քարոզներից հետո մեկը մոտեցավ ու ասավ նրան. Տեր, քիչ որ են անոնք, որ պիտի փրկվեն։ Այսինքն չափ ինչքան փրկվողների չափը ուզեց իմանալ, ինչքան է որ ինչքան մարդիկ է որ պիտի փրկվեն։ Անիկա լսավ նրանց. Ջանք արեք, որ նեղ դռնեն մտնեք, ջանք արեք, ջանք, որ նեղ դռնից մտնեք, քանզի կսեմ ձեզ որ շատերը մտնել պիտի ուսեն, ու պիտի չկրնան, տեսեք ինչի համար չեն կարող մտնել։ Նրանից հետև, անկե հետև, և տանուտերը ելնե, ու դուրը գործե, և դու կսկսիկ դուրը կենալ և զարնել, դուրը զարնել, և ասե, Տեր, բաս մեզի անան պատասխան տալով, պետք է ասել, ձեզ չեմ ճանչնալու ուրկեիք, և ոմանք պետք է ասել, այն ատեն պետք է սկսիկ ասել, մենք ու արջերետ կերանք ու խմեցինք, կեզել այսինքն սեղան են ասել, կերել ենք, խմել ենք, հաց ենք կերել, դուն մեր փողոցների մեջ սովորեցուցիր, միջ անգամ փողոցների մեջ մեզ սովորացրել ես, այսինքն ավետարան քարոզել ես մեզ, և անիկա պետք է ասել, ձեզի կսեմ, ձեզ չեմ ճանչնալ ուրկեիք, մեկնի կեցեք ինձ մեկ բոլոր անիրավություն գործողներ, ոմանք էլ կարող ասել, Աստված չանի, որ ասել, մենք քանի տարի, քանի ամիս եղել ենք վերականգնողական կենտրոնում, Տերը պետք է ասի, խոսքը դուք ուր եք, պահի չեք պահի։ Նրանք փաստորեն չարտարացան, որ Տիրոջ հետ սեղան են նստել, վերջ որ փողոցների մեջ են Քրիստոսի քարոզները լսել, բայց նրանք չփրկվեցին։ Գիտեք, շատ կարևոր է սա։ Տեր Հիսուսը, որ եկավ աշխարհ, նպատակը, որ մարդկանց հոգիները փրկելու, ինքը այդ նպատակի համար եկել։ Իր բոլոր քարոզները և առաքյալների խոսքերը հիմնական, ինչպես էր կյանքում որ Աստված հրաշքարել, միայն մի նպատակ համար, որպեսզի մեր հոգիները փրկվեն։ Գիտեք, ամեն մեկից պետք է խորը գնահատենք։ Եթե մենք չկարողանանք գնահատել այս խոսքը շատ կարևոր է։ Սա անձնական է, ամեն մեկը պետք է հասկանա։ 103 Սաղմոսի առաջի խոսքից, 103 Սաղմոս առաջի խոսքից, այսպես ասում, սա անձնական է, ով իմ անձս որդի Տերը, այն ամենը, որի ներսիդես է, անոր սուրբ անունը, ով իմ անձս որդի Տերը, և անոր բոլոր ուշադիր լսենք, բարյարությունները, չի ասեմ, մենակ բարյարությունները, այսինքն որ շատ են եղել, մի մոռանար, որ կքավե բոլոր անիրավությունները, կբժշկեք բոլոր հիվանդությունները ու կփրկեք քո կյանքը ապականությունը և կպասակեք քեզ ողորմությունով և գթությունով։ Եղբայրներ քույրեր, շատ կարևոր է, եթե ամեն մեկը որ չգնահատի, ինչպես եղբայրները հորդորեցին, լավ հորդորեցին, եթե մենք չգնահատենք Տիրոջ առած բոլոր ողորմությունը, թե Տերը մեզ որտեղից բերեց, մենք կորսնելու ենք։ Առաքյալն ասում, մենք հետ չենք հաշվի, որ մեր հոգին կորսնի։ Մենք հավատանք, որ մեր հոգին փրկվի։ Գիտեք, փրկությունը շատ կարևոր է սա։ Աստված մի նպատակ համար է կանչել, որ մենք կարողանանք ինչ անել, հավիտենական կյանք ժառանգել։ Երկնային կյանքը հավիտենական է, տանջանքը հավիտենական է։ Շատերը գիտեք ինչքան եղել են հետ եղբայր կամ եղբայրներ կամ եղբայր, ինչքան էլ եղան, որոնք եկան գնահատեցին, թողեցին իրականորական կենտրոնը, թողեցին Աստծո խոսքը, բայց մահացան գնացին։ Հոգն ասում, երբ որ ծառը կտրվում է, կողքից լույս կա, երբ որ ջուրը հասնում արմատին, նորից կողքից շուռ է լինում, ծառը դառնում, բայց մարդու կյանքը, որ գրված է, մեկ մահ և մեկ դատաստան, շատ կարևոր է գնահատենք աստորած բարյարությունները։ Ես վարորդակա, որ սովորում եկի ու հայրիկով դպրոց կար, մի դասատու կար, երիտասարդ տղա է,
պաշտոնավորները գիտեք ինչ են անել, իրա մեր են տեղավորել ինչի համար, որտեղ ովքեր օրինա, տարիքարածները գիտեք, իմ այլինի տապող գետ էր գնում։ Այդ պաշտոնավոր երեխան ընկել էր գետը, երիտասարդը խեղդելուց մրգել էր։ Այդ անձավորությունը հայրը խորապես գնահատել էր այդ երիտասարդը, որ գցել իր անվտանգի մեջ, իր երեխային մրգել էր չէր խեղդվել, վերել տեղավորել էր։ Կան դեպքեր, երբ որ լավություն են անում, մարդիկ շատ են գնահատում։ Փրկում են կրակից, փրկում են խեղդվելուց, կամ տարբեր տեղերից, մայից, սրճը, կամ ոմանք գնահատում են, ոմանք չեն գնահատում։ Մենք Աստծո արածը ինչքան որ գնահատենք, այնքան ինչ եք շատանում մեր կյանքում, ով կար ասել։ Օրհնություն եք շատան այո։ Տերը գնահատում, ովքեր որ մեծ խորապես են գնահատում, Աստված իրանց կյանքում անավարում է։ Երբեք մի մոռացեք, թե ինչ կյանքի մեջ է եղել, ինչ կյանքի մեջ լինելով Աստված բերել է։ Նա թագավոր գիտեք ինչ է։ Աղքատ կյանքից դարել է թագավոր։ Եվ գիտեք ինչ դարքի խելացի մարդ եղել։ Իր աղքատի շորերը, զվեստները, օշիկները հատուկ սնդուկի մեջ պահել է, ամեն անգամ գալիս ինքը նայում է, թագավոր ինքը գալիս ինչի համար է բացում որ նայի, որ հասկանա վերջերջով, որ աղքատ կյանքից դարել է թագավոր, որ կարողանա հասկանալ աղքատի կյանքը, դեղյալի կյանքը, դժվարությունները, պրոբլեմները։ Հիսուսով եղբայր կորիր, թող Աստված օգնի շատ չեն ուզում երկարացնել, Նոյը և Աղարանը սանքեց և դուր եկավ ժամանակ փակվեց։ Աստված իմ ապազարության դռները բացել և ոչ թե միայն մտածել ձեր միան ձեր փրկության համար, մտածել ձեր նմանը, որոնք ժամանակ ինչ կյանք ապրել եք, ինչքան կա որոնք իրոք որ կանգնած են մահվան առջև, կամ կորստի առջև, դատապարտության առջև, դժոխքի կրակների առջև կանգնած են, ով դրանց պիտի օգնի։ Առակացի մեջ գրված է, փրկեք նրանց, որոնք որսվելու են դարում, և մահվանից ազատելու նրանց, որոնք մրգում են կորուստ, որոնք պատկացան մեղքով կորուստ են գնում, նրանց պետք է օգնել, ինչպես եղբայրերը ձեզ օգնեցին, ովքեր սովորաբար քարոզիչներ են։ Ստեղ մի երկու տեղը ուզում կարդալ և պետք է աղոթք կանենք։ Եբրայեցիս 10:36, Եբրայեցիս 10:36, Վասնզի գրված է պետք է ձեզի համբերություն, պետք է մեզի համբերություն մեր ամեն մեջի մեջ, որպեսզի Աստծո կամք անելով, Աստծո կամքով ապրելով, այսինքն ինչ անենք, խոստմունքները վայելենք, ովքեր Աստծո կամքի մեջ են ապրում, Աստծո բոլոր խոստմունքները պիտի վայելեն, անպայման պիտի վայելեն։ Օվսյան մարգարեացել է, Օվսյան 10:12, ով է իմաստուն, որ ասոնք հասկանա, իմաստուն և խելացով է, որ ասոնք հասկանա, Տիրոջ ճանապարհները շիտակ են, ու արտարները ամասմեջ պիտի քայլեն, իսկ հանցավորները չգիտանեն, հանցավորները պիտի գլորեն, չեն կարող տեղացնել։ Ես խնդրում եմ ձեզի, Աստված օգնի ձեզ, եղեք ջերմերան հավատացյալներ, եղեք նվիրվածներ Աստծուն, սիրեք Տիրոջը և գնահատեք իր արած բոլոր ողորմությունը գիշերցրեք, Աստծուն պարտվեք։ Ամեն անգամ տեսնելով մեղավոր մարդկանց, չէին անգար դատեք ապերևից խոսել, այլ միշտ դեպիսի դեպքեր կլին Աստծուն ավելի պարտվեք, Տեր ես էլ իրա կողքին եմ, ես էլ իրա նման, հետ ինչ մեծ ողորմություն արեցին անց մտածին, հավատքատ Աստծուց պաշտին, դրա համար վերջի խոսքը Տեր առաքյան ասում, մոտեցեք Աստծուն, ճշմարիտ սրտով, լեցուն հավատքով, ճշմարիտ սրտով, լեցուն հավատքով, ինչքան կմոտենաք Աստծուն, ուղիղ սրտով, մաքուր սրտով, լեցուն հավատքով մոտեցեք Աստված ձեր աղոթքին, պիտի պատասխանի, Տերը ձեզ կօրհնի և ամեն հարցերի լուծումը կտա ձեզ։ Մենակ խնդրում եմ ձեզ աղոթքի կյանք ապրեք։ Նվիրվեք Աստծուն, սիրեք Տիրոջը, Աստծուց շատ օրհնություն կստանաք, կանգնեք աղոթք անեք, Աստծուն փառք տանեք, որտեղ դարժան